Իրանում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները կապված երկրի ազգային արժույթի իրանական ռիալի աննախադեպ արժեզրկման հետ։ Ներկայումս ամերիկյան $1 փոխարժեքը հասել է մոտ 1,4 միլիոն ռիալի, առաջացնելով կենսապահովման ծախսերի զգալի աճ և տնտեսական անկայունություն։ Բողոքի ցույցերը, որոնք սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին, արագորեն վերաճել են քաղաքական պայքարի, Իրանի իշխանության և հոգևոր առաջնորդի դեմ։ Բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում Իրանի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում Թեհրանում, Մեշհեդում և Կարաջում։ Ըստ իրավապաշտպանների և տեղական լրատվամիջոցների տվյալների, բողոքի ցույցերի ընթացքում բազմաթիվ շենքեր և ենթակառուցվածքներ, ներառյալ բանկեր, պետական կառույցներ և մզկիթներ հարձակման են ենթարկվել, վնասվել կամ այրվել։ Թեհրանի հյուսիսում գտնվող Սաադաթաբադ թաղամասում ցուցարարները հարվածում են կաթսաներին և վանկարկում «Մահ Խամենեիին» կարգախոսը։ Չնայած իշխանության կողմից ինտերնետի անջատմանը և բջջային կապի խափանումներին, անվտանգության ուժերի կոշտ գործողություններին, բողոքի ակցիաները ժամ առ ժամ նոր թափ են ստանում։ Թեհրանում անվտանգության ուժերը խստացրել են վերահսկողությունը, մայրուղիների վրա տեղադրելով հսկիչ կետեր, իսկ ուժայինները զինված հերթապահություն են իրականացնում, ձերբակալում անկարգությունների հեղինակներին։ Այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում, ըստ ՌԱՆ գործակալության տվյալների, զոհվել է առնվազն 62 մարդ, այդ թվում անվտանգության 14 աշխատակից և 48 ցուցարար, ձերբակալվել է 2300 մարդ։ Իրանի հյուսիսային Խորասան նահանգում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով էլ սպանվել են Էսֆարայեն քաղաքի դատախազ Ալի Աքբար Հոսեյնզադեն և անվտանգության ուժերի մի քանի աշխատակիցներ։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին պետական հեռուստատեսությամբ հանդես է եկել ուղերձով, կտրուկ դատապարտելով ցույցերը։ Նա ցուցարարներին անվանել է սադրիչներ և մեղադրել արտասահմանյան ուժերի ազդեցության ներքո անկարգություններ հրահրելու համար։ Կան մարդիկ, որոնց գործը երկիրը քանդելն է։ Նրանք վնասում են երկիրը միայն այն բանի համար, որ ԱՄՆ նախագահն ուրախանա։ Այս մարդիկ ծառայում են օտարշահերին։ Իսլամական Հանրապետությունը ձևավորվել է 100 հազարավոր ազնիվ մարդկանց արյան գնով։ Իշխանությունը չի նահանջի, իսկ Իրանի ժողովուրդը չի հանդուրժի օտարշահերին ծառայող վարձկաններին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ զգուշացրել էր Իրանի իշխանություններին խուսափել ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումից։ Միաժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության գահընկեց շահի որդի Ռազա Փահլավին էլ դիմել է Թրամփին, կոչ անելով աջակցել ցուցարարներին և ստեղծված արտակարգ իրավիճակում պաշտպանել նրանց։ Պարոն նախագահ, սա ձեր ուշադրության, աջակցության և գործողությունների հրատապ և անհապաղ կոչ է։ Ալի Խամենեին, վախենալով, որ իր հանցավոր ռեժիմը կընկնի ժողովրդի ձեռքով, փողոցում գտնվող մարդկանց սպառնաց դաժան բռնաճնշումներով, նա ցանկանում է սպանել այս երիտասարդ հերոսներին։ Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին հայտնել է, որ հունվարի 9-ի գիշերը տեղի ունեցած անկարգությունների ընթացքում հրկիզվել է ավելի քան 50 բանկ, մի քանի պետական հաստատություն, նաև 30 մզկիթ։ Հրդեհվել է նաև Քարաջի քաղաքապետարանի շենքը։ Իրանում մարդու իրավունքների կենտրոնի իրավապաշտպանների տվյալներով Թեհրանի Մեշհեդի և Կարաջի հիվանդանոցները լեփլեցուն են վիրավորված ցուցարարներով։ Իրանի դատախազ Ալի Սալեհին հայտարարել է, որ անկարգությունների մասնակիցներին, որոնք վնաս կհասցնեն պետական կամ հանրային գույքին կամ կբախվեն իրավապահների հետ, սպառնում է մահապատիժ պետության դեմ պատերազմի հոդվածով։ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը ևս մեղադրել է Միացյալ Նահանգներին և Իսրայելին երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձերի համար։ Խորհրդի հայտարարության համաձայն խաղաղ բողոքները սիոնիստական վերահսկողության ներքո վերածվել են երկրի անվտանգության խախտման։ Իրանում տեղի ունեցող իրադարձություններին ուշիուշով հետևում է նաև միջազգային հանրությունը։ ՄԱԿ-ը հայտարարել է, որ մտահոգված է Իրանում տեղի ունեցող իրադարձություններով։ Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ մարդիկ իրավունք ունեն խաղաղ բողոքի ցույցերի, իսկ կառավարության պարտականությունն է ապահովել այդ իրավունքը։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական նախազգուշացումն է արել, սպառնալով Իրանի ղեկավարությանը։ Ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել։ Ես պարզապես հույս ունեմ, որ Իրանում ցուցարարները անվտանգ կլինեն, քանի որ դա այժմ շատ վտանգավոր վայր է։ Իրանում ընթացող բողոքի ցույցերին անդրադարձել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա մասնավորապես նշել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Իրանի Քաջարի ժողովրդին։ Ի դեպ, Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի այդ երկիր։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։